Ռապի լիճը սառցադաշտային ծագման լիճ է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արագած լեռան լճերից մեկն է։ Լիճ տանող ճանապարհը հարուստ է ալպիական մարգագետիններով, յուրահատուկ ծաղիկներով և բույսերով։ Ռապի լճից պարզ երևում է Արագածի հյուսիսային պատը։ Տարվա մեծ մասը լճաբնյա տարածքը պատված է ձնով։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձորի բնակավայրից Ռապի լիճ կարելի է հասնել ոտքով, բեռնատարով, ամենագնացով կամ տեղանքին հարմարվող այլ ավտոմեքենայով։ Ռապի լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակի ջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Այն Արագածի 7 բարձրալեռնային լճերից մեկն է, այդ թվում Քարի լիճ, Աստղան, Ումբրոյ լիճ, Մտնալիճ, Լեսինգի լիճ և Եղնալիճ։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, իսկ մակերեսը 1,2 հեկտար։ Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր գագաթը 4090 մետր, իր շուրջն ունի բազմաթիվ բարձրլեռնային լճեր, դրանցից հատկապես յուրահատուկ է Մտնալիճ անունը կրող լիճը, որը գտնվում է 3446 մետր բարձրության վրա։ Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կիլոմետր հարավ-արևելք։ Մտնալճի յուրահատկությունը իր տեղադիրքն է՝ Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։ Դեպի Մտնալիճ տանող երթուղին նույնպես շատ գեղեցիկ է։ Քայլելու ողջ ընթացքում մեզ ուղեկցում է հյուսիսային պատի վեհաշուք տեսքը ու թույլ տալիս հիանալ ամպերի ու մառախուղի չվերջացող հավերժ պայքարը։ Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից մոտ 3200 մետր բարձրության վրա։ Այն Արագածի տասնյակ բարձրալեռնային լճերից մեկն է։ Լճի մակերեսը կազմում է շուրջ 0,3 քառակուսի կիլոմետր, առավելագույն խորությունը մոտ 9 մետր։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճի հարավային ափին գործում է Արագած տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը, որը հիմնադրվել է 1942 թվականին գիտնականներ Արտեմ Ալիխանյանի և Աբրահամ Ալիխանովի նախաձեռնությամբ։ Կայանը ստեղծվել է Ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոնի բազայի հիման վրա և գործում է մինչ օրս՝ զբաղվելով տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ։ Լիճը նաև ծառայում է կայանի ջրամատակարարման աղբյուր։ Այդ նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, ինչի արդյունքում բարձրացվել է ջրի մակարդակը և ստացվել անհրաժեշտ ջրի պաշար կայանի պահանջները ամբողջ տարվա ընթացքում ապահովելու համար։ Քարի լիճը առաջացել է սառցե գոյացությունների արդյունքում։ Քարի լճում կա իշխան ձուկ, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։